Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Լուիջի Մանջիոնի մասին, սա մի երիտասարդ էր, որ ծնողները մեծահարուստ տարեցների կենտրոններ ունեն, իրենց պապիկը ունեցել են, տեսեք, որ թվից մեծահարուստ են եղել այս տղան, շատ բարկանում է այս բժշկական այս երկրի հարցի վրա ու այդպես էր, որ 2023 թվի ավարտին էր գնում է սպանում է Ամերիկայի Health Insurance-ի, այսինքն առողջապահական ապահովագրության ընկերություն, որ ամենախոշորն է Ամերիկայում, մի առավոտ, երբ որ իրենք Նյու Յորքում համագումար են ունենում, իրենք էլ Նյու Յորք ապրողներ են, իրենց ծնողները, ինքը գնում է առավոտը շատ շուտ սպասում է, երբ որ այդ համագումարը որ տեղի էր ու Նյու Յորքում, այս ասացի United Health Insurance-ը աշխարհով մեկ ինշուրենս վաճառող ընկերություն է, սպասում է մինչև այդ գալիս է, կրակում է, սպանում է։ 50 տարեկան էր այդ company մենեջերը եւ այսպես 5 օր կարողանում է փախուստ տալ, այսինքն սպանելուց հետո հեծանիվով փախուստ է տալիս, հետո գնում է Փենսիլվանիայում մեկ հոգի իրեն միտեղ, որ առավոտ գնացել էր նախաճաշ, շուտ էր տեսնում է իհարկե դիմակ էր դրած, այդ ժամանակ դիմակ էին դնում, գլխարկ էր դրած, աչքերից եւ ունքից անձը գնում է McDonald-ի մենեջերին ասում է այս տղայի աչքը եւ ունքը շատ այդ ոչրագործին է նմանում, որ սպանել է այդ մարդուն Thompson անունով այդ առողջապահական ընկերության Health Insurance-ի նախագահին սպանել։ Ոստիկանությունը գալիս առաջ միցև հետևում են կարողանում է կեղծ քարտ անել եւ driver's license անել, որ անուն ուրիշ բան է։ Ամենայն դեպս վերջ-վերջը իրեն ձերբակալում են։ Մինչ հիմա բանդում է դատավարությունը պիտի լինի երևի կտևի մասամ, մինչև իր դատավարությունը սկսվի, որովհետեւ տվյալներ պետք է գտնեն բավարար, որ այդ աշխատանքը, այսինքն դատավարություն տեղի ունենա։ Իսկ հիմա մեկ անց, գիտեք շատերը դուրս եկան, որ սրան ազատ արձակեք, իրեն կողմնակից են, որովհետև ասում են առողջապահական ընկերությունները կողոպտում են ժողովրդին, գիտեք այստեղ health insurance գտնել, նրանք որ Medicare ունեն, Medical ունեն, մասամբ մի բան չեն վճարում, շատ փոքր գումար են վճարում, բայց երբ գնում եք դուք ձեզ եւ ձեր ընտանիքի համար health insurance գնելու 4 հոգով կարող է 2000-ից ավել ամիսը ամսական պիտի վճարվի եւ deductible կա, առաջին վճարումները պետք է դուք վճարեք, շատ դժվար է այստեղ, եթե health insurance ունենալ շատ դժվար աշխատանք է, շատ ծախսալից աշխատանք է, ամենայն դեպս ոմանք ուրախ են, որովհետև ասում են այդ ընկերությունները քիչ առաջ ասացի կողոպտում են ժողովրդին եւ հիմա նաեւ աշխատում են այդ մարդկանցից մեկը, մեկ 36 տարեկան Mark Anderson անունով, որ իր հետևողներից է, հարգում, պատվում է իրեն, գնում է եւ կեղծ թղթեր ներկայացնելով, որ ինքը ոստիկան է, կառավարության կողմից է եկել, որ գնա բանդում իրեն կարողանա ազատի բանդից։ Ուր որ իրեն են բանդարկել, շատ ապահովված բանդերից մեկն է, շատ կամ վտանգավոր կամ ամենակարևոր բանդարկյալները այդտեղ են։ Այնքան կարևոր է, որ Մդերո, որ նախագահ Թրամփի հրամանով գնացին Վենեսուելա նախագահին, կողացան, բերան, այստեղ նույն բանդում է մնում, ինչ ինքն է։ Տեսեք ինչքան ապահովված բանդ պիտի լինի, որ ինքը այդ բանդում է գտնվում։ Հիմա ես այստեղ ուզում եմ տեսանյութ ցուցադրել ձեզ, որպեսզի այս երիտասարդն է Մարկ Անդերսոն անունով գնում է եւ ասում է ես special FBI-ի ոստիկան եմ կամ special agent եմ, ուրեմն գնում է այնտեղ եւ ներկայանում է այնտեղ
Metropolitan Detention Center շատ ասացի ապահովված բանդ է ուր որ գնում է եւ թղթեր է տանում ներկայացնելու որ իրեն պետք է իր հետ տանի եւ ինչ որ ասացի ասել FBI-ի անձեմ թղթեր ուներ տվյալներ ուներ դատավորից որ այդ անձին պետք է ազատի ինքը այսպես տանն ամենայն դեպս երբ քննում են հետևում են իրեն սա մանջիոնի եք տեսնում որ վաղը պիտի դատարան գնա ինքը ասացի նույն տեղն է մնում ինչ որ մդերոն է մնում այս Մարկ Անդերսեն աշխատում է օգնի ազատի իրեն եւ Minnesota driver's license-ով եւ ատրճանակ ունի հետը այսպես ամենայն դեպս չի աջողում driver's license ունի նայում են տեսնում են այսպես քար կտրելու եւ այնտեղ տեսնում եք այդ պատարակաղի նման մի գործիք ունի ոչ ատրճանակ ունի ոչ ոչի ամենայն դեպս զարմանում են եւ այդ տանակ ուներ փիզայի տանակ էր միձև Փիզայի խանութում է աշխատում եւ այսպես չի հաջողում որ կարողանա սրան ազատի այս տեսնում եք այդտեղ երբ որ կրակեներ այս ինշուրենսի ղեկավարն էր ինչ որ կրակեներ եւ մակդոնալդում եք տեսնում որտեղ Փենսիլվանիայում աչքերը ունքերը քիչ առաջ բացատրեցի այդտեղ էր որ հարցում են դու մարքն ես հետո տեսնում եք կասկածում են ամենայն դեպս ձերբակալում են իրեն եւ վաղը Նյու Յորքում պետք է դատարան գնա եթե այս տղան հաջողեր այսինքն վաղը դատարան չէր գնա բայց շատ միցև սխալներ է տեղի տալիս կասկածում են իրեն ձերբակալում են այդ 36 տարեկան Մարկ Անդերսոնի Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից խոսեմ եղանակի մասին, immigration-ի ոստիկանության մասին խոսեմ, իսկ ծրագիրը Burbank Adult School-ն է հովանավորում 12 տարբեր դասավանդումներ է լինում այս դպրոցում, բոլորը անվճար, Կալիֆորնիայի նահանգը վճարում է, որ դուք կարողանաք որոշ մասնագիտություն ձեռք բերեք, անպայման այցելեք, գտնվում է Allen փողոց Burbank-ում։ Ծրագիրը Central Avenue Pharmacy հովանավորում է։ Իրենց տեղատունը Կալիֆորնիայում է աշխատում է 30 տարի է ավել 40 տարի դոկտորն աշխատում է իր դուստը նաև տեղագործ է հիմա միացել է իրեն 5 տարի է կամ ավելի միացել է իրեն իրենց երկրորդ տեղատունը բաց են անելու Sunland քաղաքում Սպասում են մինչև ամեն թղթերը հստականա տեղատունը պատրաստ է շուտով պիտի սկսի եթե դուք Sunland քաղաք եք ապրում կամ հարակից քաղաքներ զանգարեք այս հեռախոսահամարին Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք բնակարան եք վարձել պետք է բնակելի լինի մուկ մրջուն միջատներ պահարան բացում եք չպիտի լինի Եթե այդպես է, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, անվճար խորհրդակցեք իրեն հետ, եթե ձեր քեյսը վերցնի, ոչինչ չեք վճարում, մինչև աջողի գումար ձեզ համար վերցնի, հետո իրեն կվճարեք։ Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը, Շահին Թուր ձեզ է առաջարկում այցելություն Ժապոնիա 10 օրվա համար հոթելի թռիչքի, ուտելիքի, բոլոր ծախսերը նկատի առնված ընդամենը $3490 Ավել ներքև միայն ուզեք տոմսակ գնաք Ժապոնիա վերադառնաք այսքան է լինելու բայց սա ներառված է հոթելը, ուտելիք ամեն ինչ զանգարեք այս հեռախոսահամարին Orange Shipping-ը հովանավորում է ծրագիրը Orange Shipping մի ծանրոց ունեք Հայաստան ղրկելու հաջորդ ծանրոցը կես գնով կարող եք ուղարկել Sherman Way փողոց North Hollywood է գտնվում այնտեղ նաև օդանավով կարող եք ղրկել $2.99 եւ նաև գումար կարող եք փոխանցել Հայաստան կվերադառնա
Ես ուզում եմ եղանակի մասին խոսեմ, արևելյան նահանգները դժվար կացության մեջ է, որովհետև այս տարի շատ ցուրտ է եղել, ձյուն, անձրև, սառույց ամենտեղ։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ, դա տեսնում եք այստեղ, որ տեսնում եք Միսիսիփիում է, տեսեք ծառերը ծանտակ, այսպես տեսնում եք վայր են ընկել 81 հոգի մահացել են այս տարվա այս դժվար կացության հետևանքով հելիկոպտեր ընկնում է այստեղ որ Միզորիում եւ տեսնում եք հիմա փնտրում են աշխատում են փրկեն իրենց այդտեղ դժվար կացություն մարդկանց համար եղել է Քոլորադո եք տեսնում ուրիշ նահանգներ բոլորը սառած են Միսիսիփին նորից տեսնում եք քիչ առաջ տեսակ տասնյակ ակսիդենտներ, ծառերը վայր են ընկել շենքերի վրա, դժվար կացություն ստեղծված է ամենտեղ ուտելիք են բաժանում մարդիկ, որ այսպես կորցրել են ամեն ինչ եւ տեսնում եք պետք է ուղղեն Arkansas տեսնում եք ուրիշ Նյու Յորքը որ Նյու Յորքը այս տարի նաեւ այնքան ձյուն է եկել Harbor լրիվ սառեն է հիմա record cold վաղ առավոտյան է սա լինելու Portland, Detroit տեսեք բոլորը 32 Ֆարենհայթը սանտիգրադի 0-ն է եթե հիմա 21 աստիճան ցած է Ֆարենհայթի տեսեք ինչքան ցուրտ պիտի լինի 10 աստիճան, 20 աստիճան, 30 աստիճան 0-ից սանտիգրադ պատկերացրեք ինչքան ցուրտ է այս տարածքները ինչ որ տեսնում եք վաղը դժվար կացություն եւ առավել նաեւ շաբաթ եւ կիրակի օր դեռ չի ավարտվել արևելյան նահանգներում սա է ձյուն այդպես փոթորիկ շարունակվելու է դեռ մինչև թվում է կիրակի կարելի նաեւ երկու շաբաթ այսպես տեսնում եք հիմա վերջի վարկյանը ասում են 81 է, բայց հիմա 85 հոգի կոնե մահացել են այս ծմերվա պատճառով այստեղ անձը եւ իր շունը խեղդվում են այս տարի շենքը տեսնում եք փլվեց տեսեք Harbor այսինքն ծովափի մոտ շենքեր սարքավորումները բոլորը տեսնում եք որտեղ այնքան ձյուն իջնում է տանիքի վրա ծանրացնում է ծառերն է տեսակ նաև կոտրվում են այստեղ մարդկանց օգնում են ուտելիքով եւ տեղ տալով իրենց եթե բնակարանը կորցրել են այդ տրակի վարորդը մնացել է տեսնում եք բոլորը շարան կանգնել են առիթը չունեն շարունակելու նորից տեսնում եք այսօրվանից մինչև շաբաթավերջ եթե որտեղ որ ապրում եք այստեղ Ատլանտա ապրում եք օրինակ կիրակի օր տեսնում եք 1 աստիճան Ֆարենհայթ լինելու է եւ ուրիշ քաղաքներն եք տեսնում Նյու Յորքը ավելի լավ վիճակ չունի ցուրտ է լինելու Մինեապոլիս մանավանդ ուրբաթ եւ շաբաթ հիմա ամենայն դեպս այս տարածքներում ինչ որ տեսնում եք որը Նյու Յորքն է Մասաչուսեթսն է Ռայլի Նորթ Քարոլայնա Սաութ Քարոլայնա այս նահանգներում Փենսիլվանիա դժվար կացություն է լինելու շաբաթ օրը տեսնում եք եւ հետո կիրակի օր թվում է մասամբ կերանա բայց չի ավարտվում Նյու Յորք Washington, Portland, Oregon, այսինքն Portland, Maine այդ շրջաններում դժվար կացություն է լինելու։ Ես ուզում եմ շարունակել հիմա immigration-ի ոստիկանների մասին խոսեմ։ Այս վերջին ժամանակ այս immigration-ի ոստիկանները եւ custom այդ նրանք որ սահմանապահ են
նախագահ Թրամփը հրամաներ տվել Մինեսոտային գնացել 3000 զինվորականներ 1500 նաև այնտեղ պատրաստ էին ներս մտնելու ամենայն դեպս 2 հոգի մահացան մեկը 37 տարեկան Միկին 3 երեխաով մի տղամարդ որ երեխա ունի բայց ընտանիք տնօրիչից բաժանված է այդտեղ է լինում եւ այս 37 տարեկան տղամարդը հрья էր այս եւ ուժ եղբայր էր նրս էր այսպես եւ ատրճանակ է ունենում իր մեջքին որ Մինեսոտայում իրավունք ունեք այսինքն գնացել է թույլ տվությունը վերջերս ատրճանակ ունի որ այստեղ կոտի վրա մեջքին տրված է եղել ամեն ոստիկանության հետ որ հանդիպել է ատրճանակ չի անել մենակ նկարել է հեռախոսով բայց ամենայն դեպս իրեն կրակեցին սպանեցին հիմա հրեական կազմակերպությունները այնպես ճնշում բանացրին նախագահի վրա ներկայացնի տան անդամների սենեթերներին վրա որ 7 սենեթեր ռեփաբլիկան սրանք համարձակվեցին ասեն մասն պիտի սա վերջ տանք այս հարցը մեզ վնասում է լրիվ ազգին վնասում է եւ նաեւ ուր է գնում ամերիկան ուր է գնում հիմա այս սպանություն խռովություն այսպես սա երրորդ աշխարհի երկրում էին տեսնում այսպես բան չեն տեսել ուրեմն եւ 29 ներկայացնի տան ռեփաբլիկան անդամներ դեմոկրատները բոլորը դեմ են իհարկե ուրեմն սրանք բողոք են ներկայացնում նախապես չին համարձակում որովհետեւ բողոքումին նախագահ ճնշում էր բանացնում ասում էր հաջորդ ընտրությանը քո դեմ ենք աշխատելու ուրիշի այսինքն կասենք որ քո դեմ աշխատի այսպես էր բայց հիմա ասացի այդ կազմակերպությունները որ տեսնում են եթե ռեական այս լոբիիստ կամ կազմակերպությունները ավելի շատ այդքան հետաքրքրված չեն նախագահով այսինքն ցանկություն ունեն որ իրեն ցանկացած մարդ լինի բայց իրենք գտնում են որ ներկայացնի տուն անդամները եւ սենեթի անդամները ավել կարեւոր է նրանց վրա ազդեցություն ունենալ որովհետեւ տարածքային էլ փոքր է տարածքը հեշտությամբ կարելի է գումարով օգնել որ ընտրվի այսպես երբ բողոքում են հիմա տեսնում ենք նախագահը այն անձը որ բովինա անունով կաստոմի կամ սահմանապահներից բարձրաստիճան անձ էր որ հատկացրել են աշխատանքը կատարի նրան հանում են եւ հոմն անունով մեկ անձնավորություն որը այս immigration custom-ի պատասխանատուն ասենք սահմանապահ է նաեւ իրեն փոխում են անձին փոխում են նոր ղեկավար են նշանակում որ հարցերը massամբ կարողանա փակի եւ այդ բերումով նախագահը նաեւ նահանգապետի հետ Մինեսոտայի հետ խոսեց որ միշտ չէր խոսում իրենց անհարգի արտահայտություններ էր անում իրենց համար եւ քաղաքապետին Մինեապոլիս քաղաքապետի հետ խոսեց եւ այսպես հարցը մի քիչ մեղմացավ հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ այստեղ տեսնում եք այդ հոմն անունով անձնավորությունը տեսակ որ նախագահը նշանակել է Գրեգ Բովինոյի փոխարեն Թամ Հոմն այստեղ տեսնում եք եւ քաղաքապետին եք տեսնում Մինեապոլիսի որ ասում են մենք խոսել ենք ասել են ամեն ինչ կմեղմանա այսպես չի լինի բայց կհավատամ երբ որ տեսնեմ հիմա այս տղան է որ տեսնեք 11 օր առաջ նախքան իրեն սպանությանը տեսնում եք այդտեղ քրեմ շոր էր հագել գալիս է մեկ այս immigration ոստիկանների մեքենային քացով հարվածում է ճրակը կոտրում է իջնում են մեքենայից իրեն վայր են գցում այդ օրը տեսնում եք այստեղ վայր են գցում բայց վերջ-վերջո իրեն թողնում են գնում են նախագահներ որ նախապես ասել էր որ ինքը մեղավոր է դոմեստիկ թերորիստ է եւ այլն իսկ հետո ճշտեց իր արտահայտությունները տեսնում եք այստեղ դոմեստիկ թերորիստ այն ներքևում տեսնում եք այդպես էր արտահայտվել մեկ այստեղ
5 տարեկան երեխային տարերին իր հայրն է աճում, 5 տարեկանը ծախում, որ ուզում էին երկրից վտարեին երեխայի հետ, երեխան այստեղ ծնված է, ամերիկացի է, բայց որովհետև իր մայրը չէր ընդունել, սա Կոնգրեսի անդամ է, այսինքն ներկայացնի տան անդամ է Թեքսասից, ուր որ հիմա իրենց պահում են, որպեսզի արտաքսեն, այդտեղ այս ներկայացնի տան անդամը իրենց հետ խոսում է, երեխան եք տեսնում, որ հիմա թվում է հիվանդ է, հայրը կրկել է, այդպես տեսնում եք, եւ սա այդ ներկայացնի տան անդամներ, որ իրենց այցելներն էր այս ծնողներին։ Ամենայն դեպս նախագահի ներկայացուցիչն եք տեսնում, այստեղ նաև այս կինը, որ տեսնում եք DHS-ի, Department of Homeland Security խոսնակն է, որ ղեկավարում է այս բոլոր այս ոստիկանությանը եւ բողոքում են, որ ասում են ոչ մի փորձառություն չունի նախագահը մարդկանց հետ այդ աշխատանքներին պատասխանատու դարձնում, որ ոչինչ չգիտեն։ Ասեն է, տեսնում եք հիմա այս անձնավորությունը ավել փորձառու անդամ է, անձ է, Homeland Border Czar, սահմանի ցարը, այսպես իրեն նշանակել է, որպեսի հարցը ավել մեղմանա խաղաղանա։ Տեսնում եք, այստեղ գնում են մեկի տուն, որ citizen է, դուրը ջարդում են, մտնում են, անձը հազիվ մի բան իր վրա գցում են, տեսնում եք մերկեր, տանում են, այսպես տեսնում եք վարինգցը, եւ ամերիկացի ինքը, դուք ուրեմն պետք է հիշեք երկու զոհերին տեսակ այդտեղ, այն անձը, որ սպանվել է, դրան եք տեսնում նորից, դուք որտեղ որ կաք, ձեր փասպորտը երևի պետք է ձեզ հետ ունենա, Կալիֆոռնիա հիմա մասամբ հեռացել են, բայց դուք լսում եք ուրիշ քաղաքներում, պետք է անմիջապես կարողանաք ցույց տալ, որ դուք citizen եք, թե չէ դժվար կացություն է լինելու։ Այս կնոջը անընդհատ ասում է, ես հաշմանդամ եմ, բայց մեքենայից այսպես դուրս ենք հաշում, վայր ենք գցում։ Իսկ մեկ ուրիշ հարց, որ պատահելներ, սա ներկայացնի տան անդամը համ Օմար անունով, հենց այդ քաղաքը Մինեապոլիսի, այս անձը գալիս է մեկ սիրինջով եւ այսպես թափում է իր վրա այդ հղուկը, հետո բանից դուրս է գալիս, որ կարևոր բան չէր, բայց ինչու է այդպես անում, տեսնում եք ոստիկանն է գալիս է եւ այս ձեռքից վերցնում են, տեսնում են ոչ վտանգավոր վինեգր կամ քացախ է մեջ եղել ինչ որ թափեն այդ ներկայացում։ Սա այդ 55 տարեկան ազնվորությունն է, որ եկավ այդպես այդ սրինջով լցրեց այդ ներկայացնի տան անդամի վրա թափեց։ Այսպես լրիվ խռովություն է տեղի ունենում այս երկրի մեջ եւ ինչպես կձևավորվի ապակա օրերում կտեսնենք։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Իրանի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում։ 372 East Olive փողոց եւ Գլենոքսի հատման կետում են գտնում։ Եթե ատամների ցավեր ունեք, ատամնաշար պիտի տեղադրեք, մաքրեք ատամները, լինդը, արյունոցություն կա, բոլոր այդ հարցերով Olive եւ Գլենոքս այս հեռախոսահամարը ժամադրություն վեշեք։ Երևան Post հովանավորում է ծրագիրը, Երևան Post-ը առաջարկում Հայաստան ծանրոց ութանավով կարող եք կրկել, մի փանդը $2.99 է, գումար ուղարկեք $1, իսկ դուք տան կահկարասիկ կարող եք ուղարկել, մեքենա կարող եք ուղարկել։ Նախագահ Թրամփը սպառնում է Իրանին, որ կամ լրիվ պետք է էլ այս չհարստացնեն, այսինքն ատոմական ռումբ չունենան, ուրեմն այդ պիսով, եթե չհարստացնեն
միջուկային այդ ատոմական ռումբ չաշխատեն, որ պատրաստեն, իրենք ասում են մենք Իրանն ասում է մենք ատոմական ռումբ չենք ուզում պատրաստենք։ Գիտեք 12 օր Իսրայելը հարձակվեց Իրանի վրա եւ հետո վերջը Ամերիկան գնաց եւ այդ ատոմակայանները հարվածեց։ Իսկ ասացին, որ տեր ունեն, այսինքն հնարավորություն ունեն ատոմական ռումբ պատրաստելու եւ Իրանը աշխատում էր բանակցել այսօր նաեւ Եվրամիությունը ասաց, որ պետք է բոլոր նրանք էլ ասացին պատժամիջոցներ կլինի եւ Ամերիկան ռազմանավ է տարել այնտեղ, որ ամենախոշոր ռազմանավերից մեկը, որ 5000-ից մինչև 5800 զինվորական մի խոշոր նավի մեջ են դեռ փոքրիկ նավեր, այսինքն երբ փոքրիկ ենք ասում, մեծ հսկա նավեր են, հարյուրավոր զինվորականներ մեջն են, Իրանի հասել է արդեն այդ նավերը հասել են Իրանի սահմանին հասել են, այսինքն միտեղ են, որ հեշտությամբ կարող են ռմբակոծեն Իրանը։ Եվ նախագահ Թրամփը ասել է, որ պետք է հարաբերությունը խզի Համասի հետ, հութիների հետ, Եմենի հութիների հետ եւ նաեւ Հեզբոլլահի հետ, Բեյրութի Հեզբոլլահի հետ կապը պիտի կտրի, որովհետեւ մեղադրում են, որ Իրանը այդ 3 խմբին օգնում էր, որպեսզի Իսրայելի հետ պայքարի մեջ լինեն։ Իսկ այնինչ որ նախապես ասել էր, որ ես կռմբակոծեմ Իրանը, եթե դուք բողոքողները ինչ որ դուրս են գալիս, բողոքում են կառավարության հետ դեմ ցույցեր են կազմակերպում, նախագահը ասել էր իրենց եթե արձակվեք, ես կռմբակոծեմ, չի ասել։ Միայն այդ ինչ որ ասացի, որ այդ կապը այդ խմբերի հետ պիտի վերջանա եւ ատոմակայան չի կարելի, Իրանը չի կարող որևէ ձև հարստացնի այս ատոմական ռումբ չի կարող ունենա, չի կարող հարստացնի այսպես ատոմը։ Հիմա դա է պահանջում եւ ասում է եթե անմիջապես չանեք հարձակվելու եմ ռմբակոծել եմ։ Չինաստանը նաեւ ռազմանավ ունի, Չինաստանի ամենանոր հսկա ռազմանավերից նրանք նաեւ իրենց նավը ղեկեն են, ուր որ հիմա ամերիկացիներն են հիմա ինչ է իրենց նպատակը արդյոք հովանավորելու Իրանին կամ ուրիշ նպատակ ունեն, երևի ապագայում կիմանանք։ Նրանք նավն է ռազմանավ հավելչուտ գալիս է դեպի նույն շրջան, ինչ որ ամերիկացիք հիմա այդտեղ են։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք այստեղ Եվրամիության անդամները բոլորը միասնական այսօր հայտարարեցին, որ միայն եթե Իրանը ուզում է պատժամիջոցները վերանա, պետք է լրիվ ձերբազատվեն ատոմական ռումբ պատրաստելու կամ հարստացնելու աշխատանքը պիտի դատարվի։ Այստեղ պաշտպանության նախարարն է նաև արտահայտությունները անում, որ մենք լրիվ պատրաստ ենք, սպասում ենք նախագահի հրամանին, բայց մեր ռազմական սիստեմը լրիվ պատրաստ է Իրանը խիստ ռմբակոծելու եւ այդ վերացնելու։ Այստեղ մեղադրում են Խամենեի զավակներից օրինակ մեկը 3 տղա ունի, ասում են 3-ն էլ միլիոնատերեր են։ Տեսնում եք, այս Bloomberg Ամերիկայի մեծ լրատվական միջոց է, այստեղ ասում է տղան Իրանի ղեկավարի տղան համաշխարհային մեկ այսպես empire կամ թագավորություն է ստեղծել, պատկերացրեք, որ բիզնեսային տեսակետից իհարկե բիլիոնավոր դոլար իր տրամադրության տակ ունի եւ դա ինվեստ արել տարբեր տեղերում, տարբեր բիզնեսներում, Իրանում եք տեսնում, որ բողոքի ցույցեր եք տեսնում, բայց ամենայն դեպս բողոքի ցույցերը հիմա այդպես տեղի չի ունենում էլ, հիմա որովհետեւ Ամերիկան տեղափոխել է այդ ռազմական բոլոր նավը, սիստեմը տեղափոխել է, կարող է նորից քաջալերվեն, որ
դուրս կան բողոքներ կատարելու։ Ես ուզում եմ խոսել մեկ անձնավորություն գնում է հрьяաների սինագոգը կամ աղոթատեղին, թեմփլը, ասում է ուզում եմ տավանափոխ եմ լինում, սկսում է իրենց հետ շփվել, այսինքն գնում է իրենց այդ աղոթատեղին, իրենց հետ աղոթում է, Աստծուն է աղոթում, իրենց խբադը հрьяաներն էլ, ինչպես ուրիշներ, տարբեր խմբեր ունեն կրոնական, մի խումբի մյուսի հետ կապ, ինչպես մենք ունենք, պատկերացրեք, լուսավորչական կա, բողոքական կա, կաթոլիկ կա եւ այլն, նրանք էլ ունեն։ Խբադը մեկ այդ սիստեմներից է, որ ավել խորացած են կրոնի մեջ։ Ամենայնպես գնում է Նյու Յորքում, ավել շուտ գնում է Բրուքլինում, հնուց ի վեր Բրուքլինում հрьяաներ շատ են եղել, Նյու Յորքի Բրուքլինը, գնում է այդտեղ եւ հետո պարկանում է մի օր, մեքենան բերում է ու հարվածում է, տեսեք, ոչ թե մեկ անգամ, այլ մի 20 անգամ մեքենան հետ է քշում, վերադառնում է, հարվածում է շենքը, այսպես տեսեք այդ կրոնատեղին հարվածում է, մինչև գալիս են իրենց երբակալում են իհարկե եւ պիտի այս անձն է, տեսնում եք հենց հակերն է իրենց գլխարկտրերն է, աղոթատեղի է գնում, բայց չգիտեն, մորուք է թողել, այսպես տեսնում եք այդ կրոնականների հետ էր պարում եւ հիմա այսպես պիտի տատի տան, տեսնեն պատճառը ինչ էր, որ այսքան մեկ անգամից բարգացել։ Հրեական կազմակերպությունը իհարկե ասում է, որ վերջին 9 տարվա ընթացքին հրեական թեմփլներին, այսինքն եկեղեցի, դպրոց, մարդկանց 900%-ով այդ ատելությամբ եկել են մի աշխատանք են կատարել, այդքան շատացել է, ասում է այս հրեա կազմակերպության պատասխանատուն։ Ես քիչ հետո պիտի կամ ձեզ ցուցադրեմ Waymo մեքենան, երբ որ մի 5 տարեկան երեխայի է հարվածում, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփրյանները 3 փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունենաք, ակսիդենտ ունենաք, ձեր մտահոգությունները իրենց անձնեք զանգարելով պաստառի վրա երևացող հեռախոսը համարին։ Ժորա transportation հովանավորում, եթե դուք կարիք ունեք հարսանիք գնալ, օդանավակայան գնալ, party գնալ, կոնցերտ գնալ, նաև Վեգաս եք ուզում գնաք, Սան Ֆրանցիսկո եք ուզում գնաք, Սան Դիեգո եք ուզում գնաք, երեխային դպրոց տանի մեկը ու կեսօրից հետո վերադարձնի, զանգարեք այս հեռախոսահամարին։ 7 հոգի այս Cadillac-ը 7 տարողության կամ capacity ունի, 7 անց կարող է տեղափոխել, եթե հարկ եղավ, զանգարեք, խոսեք իր հետ, հեռախոսահամարներ տեսնում։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիր։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է եւ ամենահինը 1928 թվականից աշխատում է։ 600-ից ավել դաշնամուր կա երկու հարկի մեջ, որևէ գույն, որևէ տեսակ, մեծ, փոք, բոլոր ունեն։ $1000-ից մինչև $500,000։ Դոկտոր Թավանսին է հովանավորում ծրագիրը։ Իր նոր կենտրոնը Գլենդելում տեսնում եք այստեղ Ջաքսոն փողոցի վրա է, Ջաքսոն Կոլորադո հատմանկետում հեռախոսն եք տեսնում, իր նոր կենտրոնը բաց է արել Orange County-ում։ Այստեղ հասցեն տեսնում եք 1503 South Coast Drive։ Տեսնում եք Costa Mesa հեռախոսահամար նաև տեսնում եք։ Եթե Orange County ապրում եք, զանգահարեք ժամադրության մեջ։ Դոկտոր 31 տարվա փորձառությունը աչքի վիրահատող է եւ նաեւ եթե ագնոց կարիք ունեք, աչքի ջուր է հոսում, ցավ ունեք, զանգահարեք ժամադրություն վերջեք կվերադառնա։ Waymo
առանց վարորդի մեքենաներ են, որ իրենք տնօրինում են ամեն ինչ։ Ամենայն դեպս Սանտա Մոնիկայում, մեր արևմուտքում, ծովի մոտ, օվկիանոսի մոտ, այս վեյմոներից մեկը 17 մայլ արագությամբ գալիս է, հետո տորմոզ է անում, 6 մայլի հասնում, բայց մի երեխա անցնելիս է լինում, այսինքն ավելի դանդաղ է գալիս, հիմա երևի որտեղ երեխա փոքր են, չի տեսնում, կամ ինչ է պրոբլեմ, ամենայն դեպս իրենք ասեն են կհետևեն ամեն անգամ մի բան է պատահում, բարելավում են վիճակը, իրենք տվյալներ են մինչև մատվել, որ առանց վարորդ այս մեքենաները ավելի քիչ ակսիդենտ են ունենում, քան թե անձը երբ վարում է մեքենան, ամենայն դեպս իրենց տվյալները այդ է ասում եւ փաստում եւ ասում է իրենք էլ կարող է սխալ ունենան, ակսիդենտ ունենան։ Ամենայն դեպս երեխային մի բան չի պատահում, որտեղ ասացի 6 մայլով, այդպես շատ, բայց եւ այնպես կարող էր դժվար կացության մեջները։ Ես այստեղ հիմա ուզում եմ ցույց տալ, տեսնում եք այս վեյմոն, առաջի անգամ չի որ պրոբլեմ է եղել, տեսնում եք այդ երեխան է, հետո իրեն տանում են։ Անցյալում նաեւ պատահել է պրոբլեմներ, այստեղ տեսնում եք, մեքենան գալիս է ռոդի SUV որ լինում է, հետո բարձր որ լինում է, չեն կարող չի կարողանում զանազանի կամ տեսնի, ուրիշ մեքենայի առաջն է գնում երբեմն այս առանց վարորդ մեքենան եւ դպրոցի մոտ նաեւ պրոբլեմներ եղել, երբ որ պետք է երեխաներին դպրոցի մոտ բերեն, երբեմն պրոբլեմ է եղել, այստեղ Պոլիս կանգնացրել է, պոլիսներն են, բայց մեքենան գալիս է ճիշտ իրենց կողից գնում։ Ինչ որ տեսնում եք, այս մարդը մեքենայի մեջ է, մեքենան անդադ ֆռում է ու չի կանգնում, որ ճամփորդը իջնի։ Սա անցյալում ցուցադրել էի ձեզ, ուրեմն երբեմն ունենում է վեյմոն, այսինքն վերջ-վերջո անձին պետք է մետեղ կանգնի, որ իջնի, չի կանգնում, անընդհատ գնում է մեքենան, մինչև հետո կարողանում են կանգնեցնել մեքենային, ունի դեռ պրոբլեմներ, բայց ինչ ասացի, ինքը ընկերությունը, Waymo-ի ընկերությունը ասում է ավելի մենք քիչ ակսիդենտ ունենք, քան թե ինչ որ վարորդ ունենար մեքենան։ Ես ուզում եմ խոսել Մելանիա Թրամփի մասին, նախագահի կնոջ մասին։ Մելանիա Թրամփը հիմա ուրեմն մեկ մուվի է պատրաստել, տեսնում եք Մելանիա իր ամուսնու հետ նախագահ Թրամփի հետ եք տեսնում։ Իրեն հիմա Amazon-ը, որ նաև TV ունի, movie է պատրաստում, սերիալ է պատրաստում, Ջեֆ Բեզոս տերն է, որ նախագահի ընտրության երբ որ ընտրվել էր, իրեն հանդիպեցին գումարներ, նվիրատվություններ արել միլիոնների։ Հիմա իր կնոջը 28 միլիոն դոլար այս պատրաստելու այս ֆիլմը որպես դիրիժոր կամ դիրեկտոր ֆիլմի 28 միլիոն առնվազն փող են տվել, ես ուզում եմ շարունակենք անցնենք, ոմանք քննադատում են Մելանիային եք տեսնում, որ փորձառություն ունի կամ այս ոլորտում, այստեղ տեսնում եք Մելանիա Թրամփը եւ հիմա Amazon-ի MGM ստուդիոում ֆիլմ է պատրաստել այսպես, տեսնում եք եւ 28 միլիոն իրեն են տվել, որպեսի աշխատանքը կատարելու համար, ուրիշ գումարներ նաեւ ծախսել են 40 միլիոն եւ այն դա այսպես Ջեֆ Բեզոսին եք տեսնում, ասում է կապ չունի, որ նախագահի կինն է, մենք առաջարկել է, որ այս ֆիլմը ինչպես պիտի լինի եւ այլն, մենք իրեն հանձնել ենք աշխատանքը եւ այսպես տեսնում եք ուրիշ 40 միլիոն նաև ծախսել են եւ Մելանիա 1500 screens 35 միլիոն մարքեթինգ ծախսել են, որ ֆիլմը ռեկլամներ անեն, որ այս ֆիլմը մարդիկ գնան տեսնելու, հիմա սա նոր է սկսել, տեսնենք ինչպես կավարտվի, արդյոք մարդիկ կգնան, հետաքրքրվեն, թե ոչ,
ասում է, այստեղ տեսնում եք Ջեֆ Բեզոս կամ Amazon-ն է ասում, որ միայն պատճառը, որ հանձնել ենք աշխատանք իրեն, որովհետև կարծում են, որ ճիշտ աշխատանք կանի եւ ոչ թե նախագահի կինն է, բայց բոլորը հիմա քննադատում են, որ շահագործում են իրենց այդ տեղից, վիճակից, այսպես տեսնում եք, մի հոգու են վերցրել, որ օգնում էր, որ ինքը այս ֆիլմի աշխատանք աներ, որ նախապես օժագործության պրոբլեմ է ունեցել, տատի էին տվել եւ այլն, ֆիլմ պատրաստող էր ինքը իրեն կանչել են օգնելու այս ֆիլմը պատրաստելու համար։ Ես ուզում եմ խոսել հիմա մեկ ձեզ մոտարապես կարծում եմ 2023-ին էր մեկին զանգարում է առավոտը 2-3-ին այդպես, որ դուռը թակում են, կարող է մեկ ուզում է իրեն սպանի։ Ոստիկանները գնում են այդտեղ եւ այս կինը ջուր է եռացնում, գնում է այդ ջուրը վերցնի, ոստիկանը կարծում է, որ տեսնում է, երբ որ խոսում է, պրոբլեմներ կա այս կնոջ մոտ։ Եվ ջուրը այդպես վերցնում է, ոստիկանը կարծում է, ասում է ցած դիր, կինը չի տնում, այդ ջուրը ցած չի տնում, ոստիկանը կրակում է իր վրա եւ մահանում է։ Հիմա շարունակենք, տեսնեք այստեղ 2024-ի հուլիսին տեղի ունեցող է եղել սա, տեսնում եք երկու այս ոստիկանին ամենայն դեպս այդ սպանության համար վերջը կարծում են, որ մեղավոր է եւ հիմա 20 տարի իրեն ազատազրկեցին, ուրեմն լինելու է բանդում 20 տարվա համար այդ կնոջ սպանելու համար։ Ես պիտի դադար վերցնեմ Ջորջիայի ընտրության մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիր։ Raffi's Market Burbank-ում է գտնվում Գլենդելի հարևանության պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, նաև նպարատուն է, թարմ հաց են թխում, ուրիշ ինչ որ հարկավոր է, կարող եք վերցնել Raffi's Market-ից։ Court Furniture-ն հովանավորում ծրագիրը Central եւ Մրթելի հատման կետում է գտնվում։ Եթե նոր մաթրես պիտի գնեք, Court Furniture այցելեք։ Պատկանում է բիլիոնատերի, որ իր ամենափոքրիկ բիզնեսը 100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը, այնտեղ նոր մաթրես, գրասեղան, սեղան, աթոռներ բոլորը կարող եք գտնել Court Furniture։ Գնում եք, ասացեք, որ ծրագրի մեջ եք տեսել այս գովազդը։ 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում Orange County-ում, Santa Ana-ում, Նյու Յորքում, Las Vegas-ում, Ֆլորիդայում կամ Մայամիում, Օրեգոնում նաև խանութներ ունեն, Washington նահանգում Court Furniture։ Արեղարևյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy file անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, եւ եթե accident եք ունենաք, զանգահարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Santa Clarita մեր հյուսիսում մենք թիմը դպրոցը թիմ է ունենում, հաքի թիմ է ունենում։ Շատ ջուն է եկել, բայց հիմա գնում են մրցության գնան, բասը դժվար կացության մեջ է լինում, այսպես տեսնում եք շրջվերը բասը գալիս են օգնություն, միայն վարորդն է մահացել, կարող է շատ դաժան լիներ 8 ուրիշ անձիկ բասի մեջ վիրավորվել են, որոնցից 5-ը երեխաներ են, ինչ որ պիտի գնային այդ մրցությանը մասնակցեին։ Ես պիտի դադար վերցնեմ, վերջավորությանը խոսեմ բաջետի մասին, որ այսօր դեմոկրատներ, ռիփաբլիկանները համաձայնության եկան մի հարցը դուրս թողին, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, սա հեռախոսահամարն է, իր գրասենյակները գտնում է Orange County, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 իսկ Glenox փողոց։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն այս տարեցների կենտրոնը ու կվերադարձնեն ամեն օր։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot ցեզ է առաջարկում
կոշիկներ առաջարկում է, ջակփաթը ձեզ առաջարկում է կոշիկներ ընդամենը $10 է սա, որևէ զույգը ընտրեք $10 է այս կոշիկները, ինչ որ արտասահմանից վերված կոշիկներ են, այցելեք ջակփաթ, իհարկե այնտեղ նաև հագուստներ կգտնեք, պայուսակներ։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում այս մեքենան $19.99 է, միսը կարող եք մարացնել մեջը, կանաչի, տտում, ուրիշ պամիդոր եւ այլն, այս մեքենան կկատարի, այդ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, Անաշե գիֆտը կվերադառնա։ Անցյալ տարի ներկայացնի տան անդամները եւ դեմոկրատ եւ ռիփաբլիկանները բաջեթը, որ ինչքան որ ոլորտում ինչքան պիտի ծախսեն, համաձայնության չեկան։ Եվ վերջավորությանը մի խումբ ներկայացնի տան մեջ ռիփաբլիկանները մեծամասնություն են, իրենց ցանկությունը այնտեղ քվեարկում են, անցնում են։ Սենեթում այդպես չի, պետք է 60 հոգի համաձայնվի։ Եվ այդ ժամանակ 43 օր բաջեթ չունեին, կառավարությունը փակել էր ամեն ինչ, ամենայն դեպս դեմոկրատներից մի խումբը համաձայնվում են եւ բաջեթը անցկացրին ժամանակավոր մինչ հիմա։ Հիմա այդ ժամանակն է, որ եթե այսօր չորոշեին, նորից պիտի փակեին կառավարության աշխատանքը, բաջեթ չէր ունենա, որ աշխատանք շարունակ։ Ուրեմն համաձայնվեցին այսօր, որ 5 հարցի վրա համաձայնվեցին, ամեն ինչը համաձայնվեցին, բացի մի հարցը, եւ դա Department of Homeland Security, այդ նախարարությունը, որ այս իմիգրանտներին ձերբակալում է, դուրս է հանում երկրից, այդ զինվորականները ինչ որ 2 հոգի մահացան, դեմոկրատները իրենց հետ չհամաձայնվեցին, ասացին բաջեթը պիտի կրճատել, որտեղ բիլիոնավոր դոլար նախագահը տրամադրել էր, այդպես ամեն ամիս $292 միլիոն միայն այդ ոստիկանների համար տրամադրված էր, որ ասեն են, որ այդ նախարարության համար պետք է փոփոխություններ մտցեն, չի կարելի այսպես այս ոստիկանները ատրճանակներով գնան, մարդկանց ձերբակալեն, երկրից վտարեն, անօրինականներին կարելի է ձերբակալել, բայց չէ, ինչ որ կատարվում է հիմա, պետք է ավել նորմալ սիստեմ լինի։ Հիմա այդ հարցի վրա է, որ 2 շաբաթ հետաձգված է, որ համաձայնվեն։ Ուրեմն այդ նախարարությունը, որ նոմ այն կինը, որ ասացի հիմա կասկածելի է, ոմանք ասում են պիտի հրաժարվի այդ 2 անձնավորության սպանության հետևանքով, հիմա այսօր ուրեմն այդ հարցն էր, որ նախագահը կստորագրի, որպեսզի մինչև մյուս հարցը 2 շաբաթ հետո անդրադառնան։ Ուրեմն դեմոկրատները հիմա ինչ են պահանջում, որ այս ոստիկանները նախ դիմակ չտնեն, տեսնում եք բոլորը դիմակ են տնում։ Իհարկե իրենք բացատրում են, եթե չէ, մարդիկ կնկարեն իրենց ու սայթերի վրա կտնեն, բոլորը կիմանան ով է, մեկը կճանաչի, կասի իր հասցեն այս է, կգնան երեխաներին կվնասեն։ Իսկ այսպես զինվորականներ չուղարկեն, այդ դեմոկրատների ցանկությունն է, ինչպես որ ոստիկանությունն է աշխատում, այդպես պիտի աշխատեն, ոչ թե ճիշտ եկեն են սրանք անօրինականներին ձերբակալեն, բայց պետք է ավել մարդկային մոտեցում ցույց տան, դեմոկրատների պահանջը այս է, ասում են, եթե դրանք լուծեք, բաջեթը կարող ենք հստակացնենք, այսինքն Department of Homeland Security բաջեթը մնում է, մինչև 2 շաբաթ հետո կարողանան համաձայնվեն մեկը, այսինքն դեմոկրատները եւ ռիփաբլիկանները։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։